Փակ Տիրոջը, որ Աստված սկիզբից էլ եղբայրները աղոթք բերեցին նրա համար, որ Աստված թող փառավորվի, որ մեզ հնարավորություն է տվել այս կիրակի օրով, կիրակի օրը համարվում է տերունական օր, որպեսզի մենք լսենք իր խոսքը, իրանով լսվենք, ավետարանի մեջ գրված է, որ եւ եսկել կա այդպես անցյալ անգամ եսկվել է, որ քո լույսը քո խոսքը վարլույսը իմ ճամփին ամեն օր կնորոգի իմ հոգին եւ ամեն օր է հարկավոր որպեսզի մենք նորոգվենք սիրելներ ամեն օր է հարկավոր որ մենք Տիրոջով լսվենք իրան հետ հաղորդակցվենք եղբայրներ քույրեր եւ Աստծո կամքն էլ այդպես Նա իր որդին տվել է, որպեսզի մենք կարող ենք իրան ճանաչել, իր հետ հաղորդակցվել, իր որդիով իրան ճանաչել, իր սերը հասկանալ, թե ինքը ինչքան մեր նկատմամբ մեծ սեր ունի եւ աշխարհի սկզբից ստեղծվելիս մինչեւ հիմա ինքը ցանկանում է, կամենում է մարդուն սերելի եղբայրներ քույրեր հասկացնել, ցույց տալ իր աստվածային սերն ու հաղորդակցությունը, իր հոգատարությունը հայրական քաղցրությունը մեզ բոլորի նկատմամբ եղբայրներ քույրեր նա կամենում է այդ ամենը մեզ ցույց տալ մեզ հասկացնել մեր սրտում տնել որովհետեւ մենք կարողանանք իր հետ հաղորդակցվելով իր հետ ապրել այս երկրի վրա իրան չմերժել այս երկրի վրա սա իր կամքը որովհետեւ նա մեզ սիրել է նա մեզ ստեղծել է եւ տվել է հատկանշական է որ առաջին պատվիրանը որը մարդ Աստված տվել է մարդուն դա սիրելու պատվիրանն է Քո Տեր Աստվածը սիրես, քո ամբողջ սրտով, հոգով, մտքով եւ էությունով։ Սա առաջի եւ ամենամեծ պատվիրանն է եղբայրներ քույրեր, որի համար գրված է թե որի համար եւ դրա մյուսի համար քո ընկերը սիրես քո անձի պես երկուսն իրար հետ խիստ կապված են եւ Տերը ասում է որ սրանցից կապված են բոլոր օրենք եւ մարգարեները։ Այս մեր հեշտապահ եղբայրներն ուր են Մեր հեշտապամ չկա ստեղ Եղբայրներ ջան, հեշտապանները լրիվ ներքևում հավաքված էին, բայց ես խնդրեմ հեշտապահությունը նաև ստեղել սահմանել։ Ուրեմն սերներ, Աստված տվեց առաջի պատվիրանը, որ քո Տեր Աստծուն սիրես Այսինքն ինքը չի պահանջում հենց այնպես դնել է որդի մեջը սիրել ինքը իրավունք ունի այդ սերը պահանջելու որովհետև ինքը մեր նկատմամբ անսահման աստվածային հավիտենական սեր է ցուցաբերել նա իրավունք ունի տալու այդ պատվերը նա էր ստեղծել մարդուն նա էր ստեղծել մարդու հոգեկան աշխարհը ամեն բան եղբայրներ քույրեր եւ նրա աստվածային կամքն է սիրել իրա եւ մարդու միջև սիրո հարաբերություններ հաստատել Եվ եղբայրներից մեկը ասել էր, թե մարդու եւ Աստծո հարաբերության միակ եւ հնարավոր հիմքը դա սերն է։ Այսինքն մարդը կարող է հաղորդակցվել Աստծո հետ միայն սիրով։ Եթե սեր չկա, հաղորդակցություն չկա, եղբայրներ քույրեր։ Եթե չկա Աստծո ներկայությունը, Աստծո սերը եղբայրներ քույրեր Սուրբ Հոգով մեր մեջ չի լցվում, իսկ մենք Սուրբ Հոգուն մերժել ենք իր այդ կապը, չեկուզ ունենք աղոթքը մերժել ենք իր այդ ունեցած հաղորդակցությունը մերժել ենք, այդ սերը հենց այնպես առաջանալ չի կարող սիրելիներ։ Մենք երկրի վրա չենք գտնի տելևիզորի մեջ, չենք գտնի մարդկային հարաբերությունների մեջ, չենք գտնի Աստծո սերը եղբայրներ քույրեր, ոչ միտեղ չենք գտնի։ Դա մենք պետք է գտնենք մեր եւ Աստծո մեջ ունեցած հարաբերությունների մեջ Սուրբ Հոգով աղոթելով այդպես է տալիս ավետարանը Աստված այդ մի պատվիրանների վրա կառուցել է ամբողջ աշխարհը եւ ամբողջ եւ մեզ եղբայրներ քույրեր մեր հետ ունեցած հարաբերությունները բայց մենք հիմա պետք է հասկանանք նաեւ թե մենք ինչքան ենք այդ պատվիրանը կատարում եւ բավարարում գիտեք եղբայրներ քույրեր Աստված Մեզ ասել է, որ մեզ համար ամեն բան արել է, որ մեզ իրան մոտեցնի, որտեղ մարդը իր ամբողջ էությամբ եւ իր բնույթով, իր մեղքի ցանկությամբ եւ հպարտության թույնով եղբայրներ քույրեր, հեռացավ Աստծուց եւ ինքը հոգեպես մեռավ։ Նա արդեն մեռած էր, բայց մեռած մարդուն Տերը չուզեց թողնել։ Իր որդին տվեց եւ ասեց Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միասին որդին տվեց, որպեսզի որ նրան հավատա չկորսվի, ապա հավիտենական կյանք ունենա։ Ով որ հավատա, որ Հիսուսը Աստծո սիրով եկել է, Հիսուսը իր սիրով Աստվածային մեզ համար խաչվել է,
Հիսուսը իր սիրով ուզում է մեզ հետ հաղորդակցվել եւ Տեր Հիսուսը իր սիրով էլ ուզում է մեզ իր մոտ վերցնել հավիտյանս հավիտյանից։ Սա շատ բարձրագույն երեխայական հավատք է, եղբայրներ, քույրեր, որի համար Տեր ասում է, թե եթե դուք դասի չգաք եւ այս երեխաներից մեկի պես չլակ չեք կարող երկնքի առկայությունը մտնել։ Բարձրագույն երեխայական հավատք է, սերներ։ Եվ հիշում եք, երբ որ ինքը խոսեց Դադավորի վերաբերյալ, Դադավորի անիրավ Դադավորի, բայց Աստծո վերաբերմունքի վերաբերյալ վերջում ասեց. Եթե Տերը կա, արդյոք այս երկրի վրա հավատք պետք է գտնի, այսինքն հարաբերություն եւ հավատք Աստծո նկատմամբ, Աստծո սիրո նկատմամբ։ Գիտեք, եղբայրներ, քույրեր, մենք երբեմն կանգնում ենք այնպիսի փաստի առաջ մեղքերի դեմ հաղթահարելու Աստծո պատվիրանների առաջ, որ նրանք մեզ համար անհնար են ի կատարածել, որ նրանք անհնար են մեզ համար, մենք չենք կարող այդ պատվիրանները պահել, մարդուն խելքին անհնար բան է, մեզի մոդիկ չէ, մենք այդ մասին մտածել չենք կարող, ոնց կարող այդպես բան լինել, այդ քո ընկերդ սիրես, քո թշնամիդ սիրես կամ եւ այլն, քեզի ատողին բարի կանես, քեզի հալածողի համար աղոտ կանես, քեզի անիծողի համար անիծողին օրհնես։ Չկա այդպիսի, եղբայրներ, քույրեր, մարդկային գաղափար, դա մարդկային գաղափարից վեր է, եղբայրներ, քույրեր, բայց ինչքան ավելի վեր են հանգամանքը, որ մենք կարող ենք ամենասուրբ եւ բարձրալ հավիտենական Աստծո հետ հաղորդակցվել, ունենալ որդիական հարաբերություններ եւ որը հիմնված լինի միայն սիրո վրա։ Միթե դա մարդկային մտքի մեջ է մտել, որ Աստված այսօր իր որդի մահով մեզ համար եղբայրներ, քույրեր իրականացնում է։ Գիտեք, մեր մեղքերը չխանգարեցին Տեր Հիսուսին խաչվելու համար, հակառակ նրան դրդեցին խաչվելու։ Մեր թշնամությունը, մեր հակառակությունը, մեր անտարբերությունը արհամարանք Աստծո նկատմամբ, երկնքի նկատմամբ, որտեղ մարդը մամնի մեջ եւ ինքը նայում է տեսանելին, նա չի տեսնում անտեսանելին, մամնավոր աչքերով հավատք չունի Հիսուսի նկատմամբ, որ տեսնի անտեսանելին, թե Աստված մեզ համար ինչ է արել, եւ ինքը ստիպված քայլում է դեպի աշխարհի ուղղությամբ, որովհետեւ ինքը հաղորդակցություն չունի ասել։ Բայց Աստված, եղբայրներ, քույրեր, ամեն բան է արել մեզ։ Մեզ համար ամեն բան արել է Աստված, որպեսզի մեզ իրան մոտեցնի։ Չկա մի բան, որ Տեր արած չլինի, որպեսզի մեզ իրան մոտեցնի եւ ստեղծի քաղցր հայրական հարաբերություններ մեր կյանքի մեջ։ Բայց մենք, եղբայրներ, քույրեր, նա տվել է նույնիսկ ամենավերջում կասեմ այս մասին իր Սուրբ Հոգին։ Մենք ով ենք, որ Աստծո մասնիկը Սուրբ Երաժշտության մի մասը, որ Սուրբ Երաժշտության երրորդ անձը մեր մեջ բնակվի, մեր մեջ գտնվի, եղբայրներ, քույրեր, մեզ հետ լինի, մեզ չմերժի, մեզ չթողնի, մեզ չարհամարի, եղբայրներ, քույրեր, մարդն է մեզ արհամարում, եղբայրներ, քույրեր, մենք ով ենք մարդկանց համար, բայց ամենակարող Աստվածը տես, որ քեզ չի արհամարում, նա քեզ սիրում է հավիտենական սիրով եւ նույնիսկ իր Սուրբ Հոգին է ուղարկել քո մեջ, որովհետեւ ինքը բացի քեզ համար խաչի հարության զորությունը եւ իր սիրո մեծությունը տալով միայն այդ մեկ պատվիրանը քեզ։ Սա է Աստծո գործը, որ իր գրկվածին հավատաս, եւ մեկից մեկ սիրես, հավատալ։ Ես անցյալ կիրակի եղբայրներ, քույրեր, խոսեցի այն մասին, որ մեր եւ Աստծո հարաբերությունները երբեմն մեր աղոթքի մեջ տեսեք, այս մասին բերեցիք, հիմա մի փոքր կարտամ նորից վերհիշեցնելու համար, թե ինչպեսին է մեր հարաբերությունները։ Ասում է, հոգմենեք սելով ինչ պիտի ուտեք, կամ ինչ պիտի խմենք, կամ ինչ պիտի հագնենք, քանզի այս բոլոր բաները հետանոցները կխնդրեն։ Վասն ձեր երկնավոր Հայրը գիտե, թե այդ բոլոր բաները ձեզ պետք է։ Չի ասում ուրիշ մարդ, ասում է ձեր երկնավոր Հայրը գիտե, որ այդ բոլորը ձեզ պետք են։ Նա գիտե մեզ ինչ է հարկավոր, եղբայրներ, քույրեր, եւ մենք կարիք չունենք իրան բացատրելու, թե մեզ ինչ է պետք, իրան հասկացնելու, իրան հաղորդելու մի բան, որ ինքը չգիտի, այդպիսի բան չկա, սերներ։ Եվ այսինքն Աստված ուզում է մեր աղոթքի մեջ տեսնի տարբերություն, մի աղոթք, որի մեջ կա մեծ տարբերություն, մեր հետանոցների մեջ եւ մեր մեջ, իսկ մեր եւ հետանոցների մեջ եղած մեր աղոթքի եւ հետանոցների կատարած աղոթքի մեջ եղած տարբերությունը մենք զգում ենք, թե չենք զգում։ Տեր ասես, թե հենց Տեր Հիսուս ասես, թե
Եթե ես իմ սիրողները սիրեմ, ինչ առավետ կունենամ հետանոցներից, որովհետև հետանոցներն էլ կսիրեմ։ Անցյալ անգամ ես մասին շատ ագեցի։ Տեր ասես, թե եթե ես ինձի բարի կնողներին կամ փող տվողներին փող տամ, այդքան էլ առնելու համար, կամ բարև տամ մենակ, ասում այդ բոլորը հետանոցներն են անում։ Այսինքն դու ասում ես ինչ առավելություն կունենաք հետանոցներին։ Հիմա գիտեք ինչ եղբայրներ քույրեր, իմ առաջվա թվարկված խնդիրները, խնդիրները, որոնք որ մեզ համար անհնարին են հասկանալ, ընկալել, լուծել եղբայրներ քույրեր, կամ հավատալ, որ մենք կարող ենք հաղթանակ ունենալ մեր կյանքում այդ խնդիրների մեջ։ Իմ եսի նկատմամբ, աշխարհասիրության նկատմամբ, աշխարհի նկատմամբ, իմ հպարտության նկատմամբ հաղթանակ ունենամ, դա կախված է միայն տարբերությունից։ Որ եթե ես ուզում եմ, որպես իմ աշխարհը, իմ կյանքի աշխարհը տարբերվի հետանոցների աշխարհից, ոչ թե միայն խոսքով, որ ես հավատացյալ եմ, հայտարարում ենք, որ մենք հավատացյալ ենք, բայց մեր կյանքը փոխված չէ։ Մեր կյանքը փոխված չէ, եղբայրներ քույրեր։ Միայն հայտարարությունը ես հավատացյալ եմ, որպես ես սուրբ մարդ եմ, կամես եմ, դա քեզ չի օգնի։ Դու պետք է ապրես տարբերությամբ, բայց որպեսզի այդ տարբերություն լինի քո եւ հետանոսի մեջ, պետք է ամենից առաջ տարբերություն լինի քո եւ հետանոսի աղոթքի մեջ։ Բայց ինչ է հնչում մեր աղոթքի մեջ շատ անգամ։ Մեր աղոթքի մեջ սերներ շատ անգամ հնչում է հետեւյալը։ Պատվեր ենք տալիս մեր երկնային որ անցյալ անգամ սեցի սերներ։ Մեր պատվերները տալիս ենք, այս սերայինները, այս խնդիր լուծե այն խնդրը, հիվանդ եմ կամ ես ընկերոջս կամ թորնիկիս կամ չգիտես ինչ է եղբայրներ քույրեր, այդ բոլոր պատվերները մենք տալիս ենք, ու երբ որ մեր պատվերների ցուցակը լրացնում ենք, մեր պատվերների ցուցակը լրացնելուց հետո էլ բան ենք անում, անմիջապես, ալելույա ամենը, որպես ստեսություն, հաջողություն, բարեկարգության փոխարեն եղբայրներ քույրեր, այդ դրանով մենք սահմանափակում ենք մեր աղոթքը առանց Աստծո սերը, սիրո դեմ, իր հայրացների դեմ մեր սերը, մեր որդիական հարազատությունը, մեր հարաբերության մեջ քաղցրություն արտահայտելու եւ իրանից էլ շնորհակալության գոյություն մատուցանելու իր կատարածների համար, իր սիրո համար, իր մեծության համար, իր քաղցրության համար, իր հոգատարության համար նա ասում է ձեր երկնավոր հայրը գիտե, թե ձեզ ինչ է պետք նախքան ձեր խնդրելը։ Եվ այդ երկնավոր հորը եղբայրներ քույրեր չկա ոչ մի շնորհակալություն եւ գոհություն եւ դա էլ հետանոցների նման։ Հետանոցներն են խնդրում ես դուր են դուր ու всё։ Մենք էլ ենք խնդրում շատ անգամ ես դուր են դուր, բայց Աստծո սերը, հաղորդակցությունը, որի համար Տեր Հիսուս աշխարհ է եկել եւ մեր մեջ դրել է Սուրբ Հոգին, մեր մեջ չկա նաև գոհություն ու շնորհակալություն, սա է ցավը։ Հիմա ասեք, տեսնեմ եղբայրներ քույրեր, մեր եւ Աստծո մեջ, մեր եւ անավանդների մեջ ունեցած աղոթքի մեջ ինչ տարբերություն կա։ Ինչքան է տարբերություն եւ մենք ուզում ենք, որպեսզի այդպիսի առանց այն աղոթքի, որը Աստծով լսվում է, ամեն րոպե ինքը լսվում է Տիրոջով, Տիրոջ կարիք ունի, Տիրոջը երկրպագում է, Տիրոջը պաշտում է, Տիրոջը փառավորում է, առանց այդ աղոթքի եղբայրներ քույրեր։ Առանց Տիրոջից շնորհակալություն ու գոհություն հատուցանելու ուզում ենք, որ մեր աղոթքը տարբերվի եւ մենք էլ անենք այդ Աստված, ոչ թե մենք առավել շատ ուզում ենք, որպեսզի Աստծո կամքը մենք կատարենք, այլ ավելի շատ ուզում ենք, որպեսզի Աստված մեր ուզածը կատարի։ Ամբողջ խնդիրը սրանում եք, էլ որտեղից քո մեջ լինի հավատք Աստծո նկատմամբ։ Դրա համար, երբ որ աղոթքի պատասխանի վերաբերյալ Տերը խոսեց, ասեց, բայց արդյոք երբ որ որդի մարդոյ կա հավատքը գտնա այս երկրի վրա, դու ունես այդ հավատքը, որ Հիսուսի մեջ է կյանքը։ Դու ունես այդ քաղցրությունը որդիական, ունես այդ սերը հաղորդակցությունը որդիական Աստծո հետ կապված շնորհակալությունը ու գոհությունը։ Աստված դրան սպասում է, եւ դա կլինի ավելին մեր աղոթքի մեջ, քան թե հետանոցների աղոթքի մեջ։ Եղբայրներ քույրեր, ես սրամացին եմ, որ նորից կուզեի իսաշտադագեի, անցյալ անգամ չկարողացա մի քանի բարեր կխոսեմ սերներ, մի քանի բան կխոսեմ Դավիթի կյանքից, թե Դավիթի անցյալ անգամ չկարողացա, ժամանակ չեղավ, այս անգամ մի փոքր կլրացնեմ Դավիթի սաղմոսների միջից այն պահերը, որ Աստծուն հաճելի է եւ Աստված էլ են պահերը, որոնք որ ընդունել է, ընդունում է եւ սրտանց, որովհետեւ Դավիթը կախված եղել իր Տիրոջ հետ, իր մանկության ժամանակ,
Մանկությունից սկսած ինքը աղոթները բերել, սամոսները գրել, երգել է եղբայրներ քույրեր ու Աստծուն փառավորել է եւ ունեցել այնքան մթերմական կապ Աստծո հետ, եղբայրներ քույրեր, որ նույնիսկ իր ծնողների հետ էլ ես կասեի չի ունեցել։ Տեսեք ինչ է ասում։ Ասում է եղբայրներ ջան 89-րդ Սամոս 28-րդ խոսք։ 89-26-րդ խոսք։ Անիկա ինձի պիտի սե, պիտի կանչե տուն ես իմ հայրս, և իմ աստվածս իմ փրկությանս վեմ է, և ես զանիկ պիտի դնեմ թագավորներեն ավելի բարձր։ Իմ ողորմությունս հավիտյան պիտի պահեմ անոր համար և ուխտս անորել հավատարիմ պիտի ըլլա։ Եղբայրներ քույրեր, հիշում եք, չէ՞, մեր Տեր Հիսուսը երբ որ բերավ աղոթքի օրինակը, աղոթքի հիմնական ցևը, թե մենք ինչպես պետք է աղոթենք, ամենաառաջինը աղոթքի թելադրանքի մեջ Տեր Հիսուսը մեզ սովորեցնելու մեջ ասեց, չէ՞ որ աշակերտները մոտեցան, ասեցին Տեր մեզ աղոթքան է սովորեցել, եւ Տեր ասեց ով հայր մեր, որ երկինքն ես քո անունը սուրբ լինի։ Եղբայրներ քույրեր, այսինքն Տեր Հիսուսը ասեց, որ Աստված փաստորեն ասում է, որ Աստված մեզ նայում է իր որդիների եւ մենք էլ պետք է նայենք իր որպես մեր երկնային հոր, հավիտենական հոր։ Նույնիսկ մի այսպիսի խոսք ասեց Տերը, մարդ մի կոչվեք հայր ձեր երկրի վրա, ձեզի հայր մի կոչեք երկրի վրա, մարդն է, որտեղ ձեր հայրը մեկ է, որ երկինքն է։ Եղբայրներ քույրեր, եւ այստեղ էլ ասում է անիկա ինձ պիտի կանչե, դուն ես իմ հայրս ես։ Դավիթի սրտի մեջ Աստված սուրբ էր, եղբայրներ քույրեր։ Նա Դավիթը իր անունը Աստծո խոսքը միշտ պահում էր սուրբ։ Այն ժամանակ, երբ որ եղբայրներ քույրեր Սավուղին իրան երկու անգամ մատնեց Տերը իր Դավիթի ցերկի մեջ։ Ինքը սավ քավլիցի, որովհետև Աստծո վախ ուներ, Աստված իր սրտի մեջ սուրբ էր եւ սուրբ պահեց Աստծուն, եղբայրներ քույրեր, ոչ թե Դավիթին։ Եվ ասեց չլա որ իմ ցերկս օցիալի տիրոջ օցիալի վրա երկարացնեմ։ Հիշում եք այդ բանը։ Սուրբ էր Աստված։ Հովսեփը, որը գտնվում էր եղբայրներ քույրեր, Եգիպտոսի մեջ թագավորի փոխանակն էր, ամբողջ Եգիպտոսի իր ցերկն էր, բայց երբ որ իր հորը տեսավ, սկզբից էլ եւ վերջից էլ իր հոր առջև մինչև գետին գրված է, եղբայրներ քույրեր, մինչև գետին խոնարհվելով երկրպագություն ըրավ իր հորը։ Որ Հովսեփի դեմ ինքը ինչ էր, հերը Հակոբը իր հայրն էր ուղղակի, բայց Հովսեփը ինչքան փառք էր ասել, որովհետև իր սրտի մեջ ամենից առաջ սուրբ էր Աստված, եղբայրներ քույրեր։ Այս մասին ես կուզենամ մեր դու էլի խոսել, մեր հարաբերությունների մասին ծնողական, բայց դուք գիտեցեք, Հովսեփը, որ այդքան մեծ ազնվորություն էր, խոնարհվավ, գրված է մինչև գետին խոնարհվավ իր հոր առաջ, եղբայրներ քույրեր, դա ինչքան քիշեմ գրված է, Կեցը կաշտամ է տեղը, սեներ, ելից թղթի մեջ է կազեմ գրված, եթե չեմ ծննդոցի վերջում էր։ Ասում է Հովսեփ հանեց 48 գլուխ 12-րդ խոսք, Հովսեփ հանեց անուն կանոնություններն եւ իր երեսը ծերելով մինչև գետին եւ խոնարհություն ըրավ։ Իր հոր առաջ եղբայրներ քույրեր։ Մինչև գետին։ Դա ով էր իր մեջ սուրբը, դա իր Աստված է սուրբը։ Ինչքան հարցեր կան եղբայրներ քույրեր։ Երբ որ մենք Պողոս Արաքյանն էլ ասում է, ձեր Աստվածը ձեր սրտերի մեջ սուրբ պահեցեք եւ պատրաստ եղեք, պատասխան տալու նրանց ովքեր որ ձեր հավատքի վերաբերյալ կհարցնեն, ձեր Աստվածը ձեր սրտի մեջ սուրբ պահեք։ Այսինքն աղոթքի խնդիրը եղբայրներ քույրեր, երբ որ կատարվում է, հաստատվում է, աղոթքը մեր մեջ մենք պետք է գիտենանք, որ այդ աղոթքը ավելի կարևոր է եղբայրներ քույրեր, քան թե մեկ ուրիշ բան մեր կյանքում։ Ավելի կարևոր է Աստծո հետ ունեցած մեր հաղորդակցությունը, քան թե ուրիշ բան մեր կյանքում։ Աղոթքի ցևը պետք է աղոթքի Աստծուն հաճելի լինի եւ ընդունել լինի։ Տեսեք, եւ դրա համար Աստծուն ընդունել էր այդ Դավիթի, Աստծուն հաճելի էր, որ Դավիթը իրան ասում էր, դու իմ հայրս ես, կանչե դու իմ հայրս ես եւ իմ Աստվածս իմ փրկությանս վեմ է։ Ամբողջ Դավիթի աղոթների մեջ սա հնչում է,
որ նա իր հայրն է, իր փրկության վեմն է, իր ամրոցն ու բարձր աշտարակն է, իր փրկության պարիսպն է, եւ միտեղ 42-րդ Սամոսի մեջ ոչ թե Դավիթը գլխի որդների ասում է իմ փրկությանս Աստվածը, իմ կյանքիս Աստվածը։ Մեկ ուրիշ տեղ Դավիթն ասում իմ զորությանս Աստվածը, իմ փրկությանս Աստվածը, եղբայրներ քույրեր։ Եվ մեկ ուրիշ Սամոս է կարդամ սիրներ։ Դա 71 Սամոսն է, նա ասում է, որ ինքը իր մանկությունից ի վեր Աստծո ունեցել է կապի մեջ։ Մանկությունից ի վեր տուն ես իմ հույսս, ես քո վրա հաստատվեցա արգանդեն, մորս որովայնեն իմ պաշտպանես տուն ես, իմ գովությանս առարկան տուն ես։ Եվ շարունակում է այդ նույն Սամոսի մեջ. Քեզի սաղմոս երկած ատենս, իմ շրթունքներս պիտի ցնցան, իմ հոգիս, որ դու փրկեցիր, իմ դիզուս ամեն օր քո արդարությունդ պիտի պատմե։ Եվ ասում է, քո հրաշալի գործերը պատմեցի, բերանս պիտի պատմե քո արդարությունդ, ամեն օր քո փրկությունդ, վասնս ես անոնց համբրանքը չեմ գիտեր։ Սա 71-րդ Սամոսի 15-րդ խոսքն է։ Բերանս պիտի պատմե քո արդարությունդ։ Ոչ թե Դավիթը իր սեփական արդարությունից պետք է խոսի, ինչպես մենք սովորություն ունենք մեր արդարությունից, մեր գործերից խոսելու, այլ ասում է քո արդարությունը պիտի պատմեմ, ամեն օր քո փրկությունը վասնս ես անոնց համբրանքը չեմ գիտեր։ Իսկ որս գիտենք սիրներ։ Կա մեկը, որ գիտենա Աստծո գործերի, փրկության գործերի կատարած համբրանքը մեր կյանքում։ Չկա այդպիսի մեկը սիրներ։ Պիտի քայլեմ Տիրոջ Տեր Եհովային զորությունով է։ Քո արդարությունդ միայն քուգդ պիտի հիշեմ։ Ով Աստված մանկությունս ի վեր սորվեցուցիր ինձի, մինչև հիմա քո հրաշալի գործերը պատմեցի։ Սա Դավիթի կյանքն էր, եղբայրներ։ Մեկ ուրիշ Սամոսի մեջ տեսեք ինչպեսի մի խոսք է ասում է Տեր իմ լույսս 27-րդ Սամոս, իմ լույսս ու փրկությունս ես որմե պիտի վախնամ, Տեր իմ կյանքիս ապավենն է ես որմե պետք է դողամ։ Մեր արագ եղբայրները սկզբից մոտավորապես բացելով պաշտամուն կես թեմայով խոսեցներ։ Եվ ուզում եմ կարդալ հատկապես քու երեսդիզմեմից ասկերին 3-րդ համարի մեջ, 20-րդ Սամոս 9-րդ համարի մեջ։ Քու երեսդիզմեմից ասկեր, բարգությունովը ծարան մեկտի մի ցկեր, ինձ օգնական եղար ցիսմի մերժեր, ով իմ փրկությանս Աստված է։ Թեև հայրս ու մայրս զիս թողուն, բայց Տերը զիս պիտի ընդունի, ով Տեր քու ճամփատ ինձի սորվեցուր, եւ շիտակ ճամփու մեջ ինձի առաջնորդ է։ Տեսնում եք սերներ, իր հարաբերությունները իր երկնային հորեդ ավելի բարձր էին, ավելի առաջնային էին, ավելի մտերմական ու հարազատ էին, քան թե իր հարազատ ծնողների հետ երկրավոր ունեցած հաղորդակցությունը։ Իհարկե, երկրավոր հաղորդակցությունը մեր ծնողների հետ եղբայրներ քույրեր, Աստված դրել է նաև շատ առաջի տեղ, ասում է շնորհքով առաջի պատվիրանն է, սիրե քո հայրդ է, քո պատվեք քո հայրդ ու մայրդ, որպեսզի քեզի բարի կլա այս երկրի վրա։ Եղբայրներ քույրեր, Աստված է տվել այդ պատվիրանը, բայց Դավիթը հասկանում էր, ով է երկնավոր հայրը եւ ով է երկնավոր հայրը, կամ երկրավորը, կամ մամնավոր ծնողը, եւ ինքը ասում է, որ սրանով ինքը ուզում է ասել, որ ինձ համար ինչքան կարևոր է երկնքի օրը ունեցած հաղորդակցությունը, եւ Աստված ասում է նաեւ այդ հաղորդակցության մեջ է, որ հնչում է քո հարգանքը քո ծնողի նկատմամբ, որ քո ծնողի դեր պետք է գրավոր ծնողի դեր պետք է պատվես։ Եվ Դավիթը մեծ հարգանք ու սեր ուներ իր ծնողների նկատմամբ, ինչպես Հովսեփը, որի մասին ես նոր հիշադակեցի։ Ասում է, թեև հայրս ու մայրս զիս թողում, բայց Տերը զիս պիտի ընդունի։ Տեսնում եք, ինչպիսի մեծ կապ կա Դավիթի միջև։ Եվ նորից նույն Դավիթն է գրողը 18-րդ Սամոսի մեջ. Ինձ քո փրկության դասպարը տվեցիր եւ քո արձերքը զիս զորացուց ու քո քաջությունը զիս մեծուց։ Սա 35-րդ համարն էր։ Եվ 46-ի մեջ 18-րդ Սամոսի 46-ի մեջ Տերը կենտանի է ու իմ վեմս օրհնյալը լա ու իմ փրկությանս Աստվածը բարձրը լա։ Սա է Դավիթի կյանքը, եղբայրներ քույրեր, եւ վերջինը, որ ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնեմ, սա սերներ Հռոմեացիս թղթի Պողոս Արաքյալի գրածն է,
որ երբեմն երբաներ քուրեսա էլ Աստծո իշկան մեծագույն ողորմությունն է, որ Աստված մեզ իր Սուրբ Հոգին է տվել, որովհետեւ մենք կարողանանք ճիշտ աղոթք կանենք, ճիշտ քայլ ունենանք, ճիշտ մեղում ճիշտ ձևով մոտենանք, ճիշտ ձևով մոտենանք մեր երկնային Հորը, դա Տիրոջ կամքն եւ Տիրոջ ողորմությունն է։ Տեսեք թե ինչ է ասում, նույնպես Հոգին ալ իսկ եթե չտեսնված բաներին կհուսանք, համբերությունով պիտի սպասենք, եթե մենք չտեսնված բաներին կհուսանք, կհավատանք, ուրեմն պետք է սպասենք էլ։ Նույնպես Հոգին, բայց մենք չենք կարող շատ անգամ սպասելու համբերել, բայց Հոգին մեզ օգնության է հասնում իր անբարբար հառաչանքներով եւ շեշտում է։ Նույնպես Հոգին էլ օգնության կհասնի մեր տգարություններին, քանզի ինչու եւ ինչպես աղոթել ենք չենք գիտեր։ Մարդը այնքան թույլեակ է, այնքան չենք հասկանում շատ բաների մեջ եղբայրներ քույրեր, որ չգիտենք ինչի համար աղոթենք եւ ինչպես աղոթենք։ Բայց ինքը Հոգին բարեխոս կլա մեզ համար անբարբար հառաչանքներով եւ սրտերը քննողը գիտե Հոգին ինչ խորհել է, քանզի Աստծո կամքին համեմատ բարեխոսություն կնե սուրբերին համար։ Տեսակ, Աստված իշքան է մեզ սիրել, իշքան է ուզեցել մեզ մոտենալ եւ մեզ իրան մոտեցնել, որ Սուրբ Հոգին է նույնիսկ մեզ տվել։ Եվ ավետարանը շեշտում է Աստծո մեր մեջ ըլլալը կգիտնանք Սուրբ Հոգի միջոցով, որ մեզի տվավ։ Աստված մեր մեջ ըլլալը կգիտնանք Սուրբ Հոգին, որ մեզի տվավ եղբայրներ քույրեր։ Էլ ինչ անի Աստված։ Կա մի բան, որ ինքը պակաս է թողել եւ Սուրբ Հոգի մեզ առաջնորդում է աղոթքի մեջ, Սուրբ Հոգի մեզ առաջնորդում է իր հետ ընդունած հարաբերությունների հաղորդակցության մեջ, իր հարաբերությունների մեջ իր հետ ունեցած սիրելիներ։ Սուրբ Հոգին ամեն բանի մեզ սովորեցնում է, մեզ զգուշացնում է, մեզ մխիթարում է, Աստծո մխիթարությամբ, մեզ ուրախացնում է իր քաղցրությամբ ու իր մեծությամբ եւ իր աստվածային շնորհքով երկնային ուրախությամբ մեզ ուրախացնում է եղբայրներ քույրեր, մխիթարում է, զորացնում է, նեղության ժամանակ բարձրացնում է մեզ։ Մենք երկեցինք Միլասերնի ացեցը, որի մեջ այդ բոլորը կար եղբայրներ քույրեր։ Եվ ուրեմն գիտենանք, որ Եվ դրա համար Աստված պատվեր տվեց անցյալական ես կարճ հիշադակեցի, թե ամեն ատեն Սուրբ Հոգիով աղոթք արեք։ Իմ խնդրանք սևիմ, մենք Պենտեկոստե օրվա ժամանակ եղբայրներով կարճ ենք խոսել, բայց իմ ցանկություն սե եղբայրներ քույրեր, որովհետեւ մենք գիտենալով, որ Սուրբ Հոգին Աստված տվել է մեզ իր հետ ունեցած հարաբերությունները շտկելու, ուղղելու եւ զորացնելու համար եղբայրներ քույրեր, այդ հարաբերությունների մագարտակը ավելի բարձրացնելու համար, ոչ թե աշխարհային մագարտակի վերամնալու, հապա երկնավոր իր կամքի համեմատ մագարտակի վերա ունենալու այդ աղոթքը։ Նա դրա համար մեզ տվել է Սուրբ Հոգին, որ ամեն ինչի մեզ սովորեցնի, զգուշացնի, օգնի, մխիթարի, առաջնորդի եւ պահի եւ հույս տա եղբայրներ քույրեր, որտեղ իշքան անգամ է մարդը գնում անհույս եւ տգար վիճակների մեջ, բայց Աստված իրան օգնում է եւ գիտենալով այդ ամենը մենք Սուրբ Հոգու ներկայությունը մեր մեջ օգտագործենք նրա համար, որ մենք իրականում Աստծուն մոտենանք, իր այդ մտերմական քաղցր հարաբերությունների մեջ մտնենք, որը ամենակատարյալն է այս կյանքի վրա։ Եվ սա, եթե դու ներկայություն չզգաս Աստծո, ինչպիսի մխիթարություն կարող ես ունենալ։ Դրա համար մենք շատ անգամ եղբայրներ քույրեր մեր աղոթները բացակայել, որպեսզի մեր աղոթները չսահմանափակվեն միայն մեր Աստծուն պատվեր տալով, հապա ավելի աղոթքը ոչ թե մեր պատվերներն է կամ մեր խնդրանքն է կամ մեր այդ ցանկն է, որ մենք պետք է աղոթենք Աստծուն, այլ աղոթքը ավելի բարձր, Աստծուց տրված, գերագույն զորությամբ պոչտված, Աստծով լցված, մի հաղորդակցություն Աստծո հետ, որի մեջ ուրախություն կա, խաղաղություն կա, Աստծո ներկայությունը կա, բայց երբ որ քո աղոթքը չի վերջանում այդպես, դու կարող ես ելնել աղոթքից, միայն քո կարիքները թվարկելով, դա աղոթք չի, եղբայրներ քույրեր։ Գիտեցի, որ դու այդ օրը աղոթք չես արել, դու Աստծո հետ չես հաղորդակցվել, իրան պաշտամունք ու եգրպակություն չես մատուցանել, բայց Աստված սպասում է քեզ, որպեսզի դու Տիրոջով իրան եգրպակություն անես, ցույց տալով քո սերը, ողջական հավատարմությունը, գոհությունը, շնորհակալությունը, նաև քո քաղցրությունը եւ պաշտամունքն ու փառաբանությունը իր նկատմամբ։ Թող իր սուրբ անունը մեր մեջ սուրբ լինի, քո անունը սուրբ լինի, թող Աստծո անունը մեր մեջ սուրբ լինի եւ հիշում եք, ինչպես Պետրոսը ասեց, թե ուր կնանք քեզնից, դու միայն հավիտենական կյանքի խոսքեր ունես, դա թող հնչի մեր սրտի մեջ,
Մեր սրտի մեջ, մեր հոգու աշխարհում թե հաստատ մնա, այդ կայունություն ունենանք, այդ կառույցը մեր մեջ, որ միշտ էլ մենք ասենք Տիրոջը, պատրաստ լինենք ասելու, քեզանից ուր գնանք։ Դու միայն հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Նոր այդ ժամանակ մենք չենք վախենա մեղքից, չենք վախենա հիվանդությունից, չենք վախենա մահվանից եւ ուրիշ բաներից։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ամեն։ Հիմա աղոթք ենք անում, երկում ենք սերներ եւ ցանկացողներն էլ որպեսի իրենց աղոթքը Տիրոջ առաջ ուղիղ լինի, ճիշտ լինի, թող նրանք կան Աստծո առջև եւ աստորությունը բերեն։ Նաեւ եղբայրներ քույրեր մենք եթե այդպես չենք աղոթել զղջանք Տիրոջ առաջ։ Զղջանք Տեր օգնիր որպես ես ճիշտ աղոթք անեմ։ Օգնիր որպես ես քեզ փառավորեմ իմ իրական աղոթք անեմ, ոչ թե կիսատ աղոթք անեմ։ Մի անգամ մեր Ղարիբ եղբայրը ներող կնեք, եղբայրներ ջան, կարող եք գալ, էլի չեմ խոչի խանգարի, ես կասեմ, վերջացնեմ։ Ղարիբ եղբայրը միշտ պատմում էր այդ մասին մեր արդեն ընջեցյալ Ղարիբ եղբայրը։ Ասում է թե հրեշտակը մի անգամ մեկին հարցնում է թե դու երբ ես վերջի անգամ աղոթք անել։ Ասում է արագոտ։ Նորից հարցնում է երբ ես աղոթք արել։ Երեկ եմ աղոթք արել։ Առաջի օրն էլ, օրը 3-4 անգամ աղոթք եմ արել, բայց հրեշտակը նորից նույն հարցը կրկնում է, իրան բացատրում է, որ դու աղոթք չես արել, Տիրոջը, դու աղոթք չես արել, մենք եկեք աղոթք անենք սերներ։